նախաքննության մարմինը իր գործունեությունը կազմակերպում է այնպես, որպեսզի առավելագույնս չխոչընդոտի տնտեսվարողի գործունեությունը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Պողոսյան, խոսքս հենց խոչընդոտելու մասին է։ Ես խնդրում եմ ձեզ մի հատ մոնիտորինգ արեք արգրաված գույքի մասով, ձեր գույքագրեք, որպեսզի հասկանանք, թե ստուգում իրականացնելու խելամիտ ժամկետները արդյոք պահված են, որովհետև տնտեսվարողների գործունեությունը խոչընդոտվում է։ Ես գիտեմ դեպք, այսինքն ըստ տնտեսվարողի այս առումով գիտեմ, որ ասում են, որ մի երրորդ կողմի ստուգման արդյունքում արգրավվել են համակարգիչներ, որոնք 1 տարի է արդեն չեն վերադարձվել, այդ տնտեսվարողը նոր գույք է գնել, նոր սերվեր է գնել եւ արդյոք հնարավոր չի, այսինքն պատճենները վերցնել, առնվազն թույլ տալ, որպեսզի մարդը իր պատճենը վերցնի, կոփիները վերցնի, որպեսզի շարունակի իր աշխատանքը, քանի դուք իրականացնում եք ձեր մարմինը իրականացնում է ստուգում եւ ուղղակի ուզում էի ձեր ուշադրությունը հրավիրել այս հարցի վրա, որովհետեւ տնտեսվարողներից շատերն են նման բողոքներով հանդես գալի եւ այո, գուցե դա մեր քաղաքականության եւ ընթացակարգերի մեջ, այսպես ասած, գրված չէ, սակայն գուցե կան քննիչներ, ովքեր ոչ ըստ ընթացակարգերի եւ այդ տրամաբանության են գործում, որովհետեւ կան նաեւ դեպքեր, երբ ըստ տնտեսվարողների նորից կրկնում եմ, այս ամբողջ ինֆորմացիան տնտեսվարողներից է, որ ենթարենք մտնում են եւ խախտումի համար վերաբերմունք ավելի շատ հանցագործի, այսպես ասած, ծանր հանցագործություն գործած մարդու նկատմամբ ինչպես կվարվեն, այդպես են վարվում։ Ես ձեր ուշադրությունն եմ հրավիրում այս հարցի վրա, որովհետև մեկը չէ տնտեսվարողը, շատերի հետ ենք հանդիպել, ես եւ պարոն Թունյանը, եւ այս հարցը բարձրացրել են։ Ես ձեզ խնդրում եմ գույքագրում կատարել նախ այդ արդյոք այդ գույքերը խելամիտ ժամկետի համար ստուգման խելամիտ ժամկետով են պահպանված այս պահին եւ նաև այն գործերը, որոնք որ հարուցվել են, այսպես ասած, ինչ ավարտ են ունենում դրանք։ Շնորհակալություն։ Ես այդ թույլ տակ, պարոն Պողոսյան, ես էլ եմ կիսում Տիկին Վարդանյանի մտահոգությունը եւ անկեղծ ասեմ, խնդիրը երկակի է։ Մի մասը պայմանավորված է օրենսդիր գործունեությամբ եւ մենք պետք է հասկանանք, թե երբ է այն շեմը, երբ հարկերից խուսափելը վարչական իրավախախտումից վերածվում է քրեական իրավախախտման։ Սա պետք է մենք հասկանանք եւ համատեղ ջանքերով գնանք առաջ, կամ մի արձանագրում հարկերից խուսափելը չի կարող մնա անպատիժ, սա սկզբունք է եւ մենք պետք է տանենք սա առաջ։